Ինչ կանեի ես, եթե սկսեի բիզնես լրիվ զրոյից իմ էսպային գիտելիքներով, բայց առանց ինչ-որ սկիլերի։ Առաջինը, իհարկե կանեի օնլայն բիզնես, որպեսզի իմ առջև բաց լինեին բոլոր աշխարհի դռները, կանեի դա սպասարկման ոլորտում բիզնեսների համար, այսինքն կսարքեի ինչ-որ ծառայություն, որով օգնում եմ բիզնեսներին հասնել ինչ-որ բանի։ Երկրորդը, կգնեի ChatGPT պրեմիում վերսիան, եթե անգլերեն չգիտեմ, եթե գիտեմ մեկա կգնեի կապ չունի ու իրան ուղղակի պատրաստ կպահեի։ Եթե անգլերեն չգիտեմ, ChatGPT պրեմիում վերսիայով օրը կես ժամ մինիմում պարտադիր ChatGPT-ի հետ ձայնով կխոսեի, որ անգլերենս բացվի, որովհետև առանց դրա այնքան դռներ են փակ լինելու ձեր առաջ չեք էլ պատկերացնի։ Երրորդը, կընտրեի ինչ-որ սֆերա, որ ինձ շատ հետաքրքիր է ու ինձ շատ դուր է գալիս։ Այդ սֆերան մի հատ շատ լավ կուսումնասիրեի ու կփորձեի գտնել ինչ-որ նորություն այդտեղ, ինչ-որ նոր ծրագիր, նոր աշխատելու ձև, ինչ-որ մի բան, որը նոր է, որի պահանջարկը գնալով սկսում է աճել ու մարդիկ դեռ չեն հասցրել այդ սովորել։ Օրինակ, ես անիմատոր եմ ու անիմացիայի աշխարհում հայտնվել են նոր ծրագրեր, որոնք կայքերում ինտերակտիվ անիմացիաներ սարքելու համար են։ Իրանք այնքան նոր են, որ մեր թիմից ոչ մեկ հələ չի հասցրել սովորել, ես չեմ հասցրել սովորել ու համոզված եմ մեր նման լիքը ուրիշ պահանջված թույն անիմատորներ հələ չեն սովորել ու այս շատ լավ հնարավորություն է սկսնակ անիմատորներին, որ հենց սկսեն այս ծրագրերով աշխատեն ու ծառայություններ մատուցեն։ Հետո կգտնեի մասնագետների, օրինակ LinkedIn-ում, ովքեր հենց այդ գործով են զբաղվում ու իրանց մի հատ սիրուն նամակ կգրեի, կասեի բարև ձեզ, ես ինչ մարդն եմ, ուզում եմ այս ինչ բանը սովորեմ, հիմա research-ների մեջ եմ, կարող եք ուզեք մի հատ 15 րոպե իրար հետ խոսանք, ձեր փորձով կիսվեք։ Սովորաբար մարդիկ բարի են, անկախ նրանից, թե ինչքան թույն մասնագետ են, եթե հնարավորություն ունենան ու ժամանակ ունենան, հաստատ լիքը մարդ կասի, հա, մեծ սիրով, բարի խոսանք, լիքը խորհուրդներ կտա, կկիսվի, կպատմի, թե մոտավոր ինչքան փող է աշխատում, ինչ դժվարությունների է հանդիպել, արժի, չարժի այդ մասնագիտությանը անցնել եւ այլն։ Մի խոսքով, մի հատ հարցերի շարք մեծ կկազմեի ու այդ սաղ հարցերը կտեի այդ մարդկանց ու կխնդրեի, որ իրանց փորձով կիսվեն, որ մի հատ հաստատ հասկանան, որ հենց այդ գործով արժի զբաղվել։ Երբ որ արդեն համոզվել եմ, որ հենց այդ գործով եմ ուզում զբաղվեմ, իհարկե կգնայի Udemy, չէ։ Երբ որ արդեն որոշել եմ, որ հաստատ այդ գործով արժի զբաղվել, կգնայի բնականաբար YouTube ու կսկսեի ինչ-որ անվճար տուտորիալներ, շմուտորիալներ եւ այլն ինչ-որ բաներ նայել, մոտավոր մի հատ շոշափեմ, պատկերացում կազմեմ, հասկանամ ինչ է այդ գործը իրանից ներկայացնում։ Հետո իհարկե կգնայի Udemy, Skillshare, Domestika, Teachable, մի խոսքով 1000 հատ կայք կա, որտեղից կարելի է $10-ով մի հատ ամբողջական կուրս գնել եւ սովորել։ Բնականաբար այդ կուրսը նայելը չի նշանակում, որ դուք դարձել եք արդեն մասնագետ, այդ ինչ որ տենց մի հատ 2% է երևի այդ մասնագիտությունը ձեռք բերելու ճանապարհի վրա, դրա համար մի հատ կուրս նայելը հերիք չի, մի 2-3 հատ կուրս կարելի է տարբեր տեղերից նայել։ Հետո, այն բանից հետո, երբ արդեն ինչ-որ գիտելիքներ ունեք ու արդեն պատրաստ եք ինչ-որ բաներ անել, կգտնեի մարդու, ինչ-որ ծանոթներիս մեջ կամ օնլայն, մարդ, ով որ պոտենցիալ կարա լինի իմ հաճախորդը։ Օրինակ, եթե ես անում եմ լոգո դիզայն, կարամ գտնեմ ինչ-որ բիզնես, որը լոգո չունի կամ շատ վատ լոգո ունի, իրանց չգիտեմ, տնօրենին գրեմ, ասեմ բարև ձեզ, կուզեք ձեր համար նոր լոգո դիզայն անեմ անվճար, կամ եթե շատ դուրներդ գա ու ուզենաք օգտագործեք, վերջում ինձ ինչ-որ մի հատ սիմվոլիկ գումար կարաք տաք կամ կարաք չտաք։
Մարդիկ կգտնեի, անվճար գործ կանեի, կփորձեի մաքսիմալ լավ այդ գործը անեի, բայց մաքսիմալ լավ չի ստացվի, որովհետև նոր եմ ու հələ այդքան լավ բան չեմ հասկանում։ Մի քանի հոգու համար տենց անվճար կաշխատեի կամ սիմվոլիկ գումարով, այդ գործերի հաշվին մի փոքր փորձ ձեռք կբերեի ու մի քիչը պորտֆոլիոյի գործեր իմ համար կդասավորեի, որ հետո արդեն ապագա կլիենտներին ներկայացնեմ որպես իմ արած գործ։ Կսարքեի պորտֆոլիոս ու բնականաբար կգրանցվեի ֆրիլանս հարթակներում Upwork, Fiverr ու Contra, այդ 3 հարթակներում կգրանցվեի, կսկսեի տարբեր էքսպերիմենտներ անել, փորձեր անել, տեսնել, որով կարամ կլիենտներ գտնեմ, որով չեմ կարա, ինչ-որ մախինացիաներ կանեի ու կհասնեի նրան, որ մարդիկ սկսեին ինձ գրել։ Ու քանի որ ես արդեն իսկ ընտրել եմ շատ խելացի բան ու արդեն համեմատաբար մասնագետ չեմ, այդ մասնագիտության պահանջը կա, ինձ կպատասխանեին ու գործեր կտային։ Կհավաքեի առաջին կլիենտներիս, իրանց համար նենց գործ կանեի, որ կգժվեին, նենց իրանց սպասարկում ցույց կտայի, որ ինձնից են կողմ ուրիշ ոչ մեկի հետ չէին ուզի աշխատեին, բացի դրանից կընկերանայի իրանց հետ, իրանց ցավերը կհասկանայի, ու ինչ-որ էմոցիոնալ կապ կձևավորեի, որ այդ մարդիկ ինչքան գործ ունենան, գան և տան ինձ։ Սկզբում բնականաբար գները կլիներ էժան, բայց ես այդ էժանին համապատասխան գործ չէի անի, ես կանեի, եթե օրինակ $50 ինձ վճարել ինչ-որ մի շաբաթվա գործի համար, ես կանեի $5000 գործ, որ այդ մարդիկ էլ չիմանան ոնց լավություն անեն մեզ, կգնան իրենց ընկերներին կպատմեն, լավ ռիվյուներ կգրեն, սաղ աշխարհին կհայտնեն մեր մասին, որովհետև մենք այդքան լավ ենք եղել իրենց հետ։ Հենց որ հասնեի նրան, որ արդեն այնքան են գործերս շատացել, որ գիշերները սկսել եմ ուշ քնել, շաբաթ-կիրակիները սկսել եմ աշխատել, կվարձեի մի մոտիվացված, ամբիցիոզ, խելացի, պարտաճանաչ երիտասարդի, ով ուզում է այդ գործը սովորի, կսովորացնեի ու կամաց իմ ամբողջ պարտականությունները կփոխանցեի իրեն ու կսկսեի կենտրոնանալ հենց հաճախորդների հետ շփման և նոր հաճախորդներ գրավելու ուղղությամբ։ Այս ժամանակ արդեն երևի մի 8-9 ամիս անցել է ու արդեն մի քանի հոգու վերցրել եմ գործի, որովհետև բոլոր կլիենտները գոհ են, մենք լիքը բան ենք սովորել, աճել ենք ու դարձել ենք շուկայում ահագին կարևոր դեմքեր։ Դրանից հետո ինչ կանեի, կնստեի ու կմտածեի, լավ, այս սերվիզը որ տալիս ենք, հաճախորդը դրանից առաջ ու հետո ինչի կարիք է ունենում։ Օրինակ, եթե մենք անում ենք վեբ դիզայն, ենթադրելի է, որ վեբ դիզայն անող մարդը դրանից հետո կարիք ունի ծրագրավորման։ Դրանից հետո հավանաբար իրան պետք է մարդ, ով որ իր կայքի բլոգ պոստեր կգրի, ինչ-որ SEO-ով կզբաղվի, եթե կայքը նոր է, երևի նաև ինքը social media-ի account-ներ ունի, որը հələ չի սկսել աշխատացնել, կարող է իրան պետք է մարդ, ով որ իր social media-ով կզբաղվի։ Մի խոսքով կնստեի, կնայեի, տեսնեի ինքը բացի ինձնից էլ ինչ սերվիզների կարիք է ունենալու, կընտրեի դրանց միջից սերվիզներ, որոնք հաճախորդին անընդհատ պետք են գալիս, այսինքն միանգամյա սերվիզ չի, անընդհատ ամեն ամիս կրկնվող բան է, օրինակ social media-ն ու SEO-ն դրանցից են, եթե մարդ ուզում է իր կայքը առաջ գցի, իրան պետք է SEO մասնագետ ու այդ SEO մասնագետը պետք է ամեն ամիս իրենց համար գործ անի, նույնն է social media-ն, չես կարա մի ամիս ինչ-որ պոստեր գցես ու վերջ, քեզ պետք է մասնագետ, ով որ ամեն ամիս դրանով կզբաղվի։ Կսկսեի կլիենտներիս առաջարկել այդ գործերը, որի կարիքը իրանք հավանաբար ունեն ու որը որ կարա լինի մեր համար մշտական ամենամսյա գործի աղբյուր, կգտնեի մարդ, ով որ ինձ շատ դուր է գալիս ու ով որ այդ գործը շատ լավ, ադեկվատ գներով անում է,
կկապվեի իր հետ, համագործակցության առաջարկ կանեի, կասեի նայ, ես քեզ տալիս եմ կլիենտ, դու ինձ տալիս ես տոկոս այդ կլիենտից։ Good, good։ Այդ ընթացքում, երբ մենք սկսենք առաջարկել հաճախորդներին, իրանք համաձայնվեն, իրանց տանք այդ մասնագետին մեր կողմից, ու այդ մասնագետը այդ գործը անի, այդ ընթացքում մենք սովորում ենք այդ մասնագիտությունը։ Եթե օրինակ social media manager-ի հետ ենք աշխատում, մենք սովորում ենք social media։ Բայց այդ չի նշանակում, որ մենք մեր ձեռով վայ պետքա social media-ով զբաղվենք։ Այդ նշանակում է, որ մենք ուղղակի այդ գործից ամեն ինչ իմանում ենք, որ եթե հաճախորդը մեզ մի բան հարցնի, մենք կարանք պատասխանենք։ Եթե մեր մոտ ինտերվյուի գա social media-ով զբաղվող մարդ, մենք կհասկանանք այդ մարդը նորմալ մասնագետ է, թե ոչ։ Սովորում ենք այդ նոր սերվիսի ուղղությունը ու կամաց արդեն երբ որ յուրացնում ենք, մարդ ենք վերցնում մեր ընկերությունում ու այդ մարդը սկսում է զբաղվել այդ նոր ուղղությամբ։ Տենց մի 2-3 նոր ուղղություններ ենք ավելացնում, լավ խորանում մասնագիտանում ենք, շատ լավ թիմ ենք վերցնում ամեն ուղղության համար, ամեն ուղղության վրա դնում եմ տնօրեններ, տնօրենը որն է, մենեջեր, գլխավոր արտ-դիրեկտոր եւ այլն, դնում եմ մի հատ մենեջեր, ով այդ սաղ կլիենտների հետ կխոսա ու սաղ այդ պրոյեկտները կկառավարի եւ գնում եմ Բալի կամ Բալի չէ, ինչ-որ մի ուրիշ կղզի, լավ ինտերնետով։ Այդ կղզիում իմ համար հանգիստ մի 2-3 ամիս ապրում եմ, կոկոս եմ խմում, այնտեղ զագար եմ ընդունում, վոլեյբոլ եմ խաղում, կյանքն եմ վայելում, հանգստանում եմ, հետ եմ գալիս ու սկսում եմ դառնալ բլոգեր։ Բայց ոչ թե բլոգեր, այլ մասնագիտական բլոգեր, որը պատմում է ինչ-որ մասնագիտական գաղտնիքներ իր պոտենցիալ հաճախորդներին սոցիալական հարթակների միջոցով։ Օրինակ, եթե ես վեբ դիզայներ եմ, ես կբացեմ բլոգ, որտեղ մարդկանց կպատմեմ, թե ինչ գաղտնիքներ կան, որ կարաս անես ու մարդիկ մտնեն քո կայք, որ ընդեղից դուրս չգան ու սաղ առնեն ձեր կայքում ինչ կա չկա։ Մի խոսքով, մասնագիտական խորհուրդներ։ Դրա շնորհիվ բնականաբար մենեջեր եմ վարձում, ով դրանով կզբաղվի, քոնթենթը կգրի, նկարահանումները կկազմակերպի, այդ սաղ կանի, որ մենք դրա վրա ժամանակ չծախսենք։ Մի քանի ամիս հետո մենք կունենանք բավական մեծ աուդիտորիա, որոնք մեզ հավատում են, որովհետև մեզ օնլայն տեսել են, մեր վիդեոները նայել են ու հասկանում են, որ մենք խելացի ենք։ Գներս կթռցնեմ, որովհետև հայտնի մարդուց ինչ-որ սերվիս առնելը ուրիշ է, սովորական հասարակ մարդուց սերվիս առնելը ուրիշ է։ Ու կսկսեմ արդեն աշխատել ամսական մոտավոր $50,000 գումար։ Դրանից հետո էլ ինչ է պետք, ոչ մի բան։ Մի 2-3 հատ տուն կառնեմ տարբեր երկրներում, վարձով կտամ այդ տները ու իմ համար հանգիստ կապրեմ, որովհետև ես ագահ չեմ ու այդ գործերի գլխին հələ կանգնել է պետք։ Բայց չէ, իրականում մի հատ էլ բան կանեի, վերջում որ արդեն տենց հարստանամ բան, ինչ-որ պրոդուկտ կսարքեմ, որ իմ հետևորդներին այդ պրոդուկտը վաճառեմ, այսինքն կանեմ մի բան, որ մի անգամ անում եմ ու հազար անգամ վաճառում եմ ու կարիք չկա անընդհատ ինչ-որ պատվեր վերցնել, անել, տալ, վերցնել, անել, տալ։ Մի անգամ կանեմ եւ հավերժ կբացեմ։ Չգիտեք ինչ կանեմ այդ ժամանակ։ Ուրեմն մի հատ երևի Լոռիում կամ Իջևանում կամ ինչ-որ մի հատ գյուղում կբացեմ մի հատ co-working, co-living space, որտեղ անմահական կապուչինո են տալիս, շատ համով ու շատ առողջ ուտելիքներ են տալիս։ Այնտեղ սենց պուճուր բաներ կան, սենյակներ կան մի մարդու համար ու սենց կարճ փոքր բոքսեր, որի մեջ պարկում քնում ես, առավոտ հելնում ես ու
կոֆե ես խմում ու գործ ես անում կոմպով ու կողքդ էլի լիքը մարդիկ կան, որ եկել են բնության գրկից գործ անեն։ Ոնց աշխատում եք, շփվում եք իրար հետ, հետո դիմացն է մի հատ վոլեյբոլի դաշտ կլինի։ Բոլորը իրար հետ վոլեյբոլ կխաղան, կլիցքաթափվեն, կուրախանան, հետո էլի գործ կանեն։ Իսկ ես այդտեղ կլինեմ վոլեյբոլի տեսադու։ How fun, կուզենայիք տենց կյանք ունենայիք։ Մի խոսքով այդպիսի հետաքրքիր բան էր, եթե օգտակար էր ուրախը, եթե չէ, ուրեմն ափսոս էր ձեր ժամանակը, որ այսքան ինձ նայեցիք։